Ռոբինյան, բարև ձեզ։ Մի ձայնագրություն լսենք, հետո քննարկենք։ Ալելույա պատերազմ սեպտեմբերին, աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա ես մտնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Ալելույա պատերազմ սեպտեմբերին։ Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, նույնիսկ 50 գումարած մեկ չեք ստացել, հա, հիմա քաղաքական մեծամասնություն ձևավորված է, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, սահմանադրական մեծամասնություն չեք ստացել։ Պարզ հարց։ Արդյոք սա նշանակում է, որ մի ամսից լինելու է պատերազմ, ընդ որում ավերիչ պատերազմ, եւ մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե ուղղակի սովորական սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ընդ որում ես ուզում եմ այստեղ չմանիպուլացնեք, ասեք, այ գիտեք, մենք նկատի ունենք, եթե ընդդիմությունը գա, անի այս քայլերը, այդ ժամանակ է լինելու պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը առավել քան հստակ, աներկբա կերպով ասում է, եթե մենք ուղղակի մեծամասնություն ձևավորենք, սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, լինելու է պատերազմ։ Ես ուզում եմ, որ դուք հիմա հաշվետու կերպով ժողովրդի առաջ նախ եւ առաջ ասեք, մեզ պատերազմ է սպասում, թե պարզապես ձեր հերթական սուտն է եղել։ Շնորհակալ եմ Տիկի Գրիգորյան, ափսոս ձեր հայտարարությունները հեռախոսից մեջ չեն պահում, թե չէ հենց հիմա կդնեին, որ դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատը չեմ վերցնի, ու շատ տարօրինակ է, որ դուք այստեղ եք եւ այդ հարցը ինձ տալիս եք, որովհետեւ եթե դուք հավատարիմ լինեիք ձեր խոստմանը, դուք ոչ նախորդ 5 տարին ստեղ կլինեիք, ոչ էլ հիմա, եւ ոչ միայն դուք, նաեւ հարգարժան պարոն Վարդանյանը, բայց ինչևից է, ես իրականում ուրախ եմ, որ դուք դրժել եք ձեր խոստումը եւ ես ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը դրժել իր խոստումը, որովհետեւ ես կարծում եմ, դուք երկուսդ էլ վատ պատգամավորներ չեք եւ ինձ բնավ տհաճ չէ ձեր հետ բանավիճելը։ Դե այդ մի քիչ չափազանցություն կլներ պարոն Վարդանյան։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի, հա, իդեպ կարող էի կամ մատնանշեի ձեր նախկին հայտարարությունը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս է թողել բանակցային գործընթացից, էդ էլ կարող էի ձեզ խնդրել բացատրել ինչ նկատի ունեք դա ասելով, բայց իմ ասածը հետևյալն է, հարգելի գործընկերներ, բարեբախտաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մեծամասնություն, ստացել է մանդատ կազմել կառավարություն։ Եթե դուք ուշադիր եք եղել քարոզարշավի ժամանակ, եւ սա ամենևին մանիպուլյացիա չի, մենք եւ ես եւ վարչապետ Փաշինյանը եւ մեր թիմի անդամները բազմիցս ենք բացատրել, որ մենք չենք ասում, որ պատերազմա լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, զուտ են բերումով, որ ընդդիմությունը հաղթի։ Ոչ, մենք ասել ենք, եթե ընդդիմությունը հաղթի եւ հետեւաբար գա իշխանության, ընդդիմությունը իրականացնելու է իր ծրագիրը։ Եվ մենք ասել ենք, մենք տեսնում ենք ինչ է հայտարարում ընդդիմությունը, հիմա չկրկնեմ։ Եվ մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ անի այն ինչ խոստացել է անել եւ հայտարարել, օրինակ վերանայել խաղաղության պայմանագիրը, վերանայել թրիփի շուրջ պայմանավորվածությունը եւ այսպես շարունակ, ապա դա ակնհայտորեն եւ անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, հիմա ուղիղ պատասխան, ոչ սեպտեմբերին չի սպասվում պատերազմ։ Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը եւ մենք այն շարունակելու ենք եւ հաջողությամբ հասցնելու ենք ավարտի։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա եւ մենք Ես կարծում եմ, որ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունը անշրջելի դարձնելու համար։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ռուբինյան, ինչ խոսք Սերդար Քելեչի հետ ձեր դիվանագիտական շփումների փորձառությունը ձեզ տվել է որոշակի հմտություններ հարցերին շրջանցելու տեսանկյունից, պետք է գնահատել, ինչը լավ է։ Մյուս տեսանկյունից իմ հետ կապված իմ հայտարարությունները, հետո դրանից հետո գործողությունները իմ եւ մեր ընտրողների հարաբերությունների տիրույթում են։ Այդ ձերը, երբ որ դուք մի ամբողջ ժողովրդի սպառնացել եք պատերազմով, ես վստահ եմ, որ բազմաթիվ են ընտրախախտումների հետ մեկտեղ էական նշանակություն ա ունեցել այս պատերազմի վախը, տերորը ժողովրդին։ Ընդ որում, սա բարոյական հարթության վրա է, ինչ առումով, որ այն ժողովուրդը,
որ մի քանի անգամ սեպտեմբերին պատերազմ ա տեսել, դուք այդ նույն մարդկանց ասում եք, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, լինելու է ավերիչ պատերազմ, չի ասում է ընդդիմությունը գա սա է անելու պատերազմա լինելու։ Շատ հստակ է, պարոն Ռուբինյան, իմ հարցադրման մեջ ես ձեզ նաև հուշեցի ինչ չասել։ Ես գիտեի դուք ինչ եք ասելու։ Հայտարարությունը հստակ էր եւ դուք էլ ասում եք, որ հիմա պատերազմ չի լինելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ սովորական ստախոսներ եք, ով ժողովրդին մոլորեցնելով քվե է ստացել։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, ես էլ ուրախ եմ, որ ձեր այս 5 տարիների ընթացքում ինձ այդ շփումները ձեզ սովորեցրել են սուր հարցեր տալ, բայց ուրախ չեմ, որ չեն սովորեցրել, որ այդքան էլ բարեկիրճի մարդկանց ասել դուք ստախոսներ եք։ Կան ձևեր, օրինակ, ասել նույն միտքը առանց վիրավորական տոն օգտագործել։ Օրինակ, ասել դուք ճիշտ չեք ասում կամ ձեր ասածը չի համապատասխանում ճշմարտությանը։ Եվ ինչ եմ ուզում ասել, Տիկին Գրիգորյան, ձեր ասածը չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետև կրկնում եմ, բազմիցս քարոզարշավի ժամանակ մենք ասել ենք, ես առնվազն 3 անգամ ասել եմ, որ մենք չենք ասում, որ եթե ընդդիմությունը հաղթի, ինքնաբերաբար պատերազմ է լինելու։ Այդ ձեր մեջ բերած հատվածից ուղիղ 1 վայրկյան հետո, որտեղ դուք մեջբերում եք հատված իմ եւ Փաշինյանի միջև զրույցից, որտեղ ես էլ ավելացնում եմ, նա էլ համաձայնվում է, որ պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը գա իշխանության եւ իրագործի այն, ինչը պատրաստվում է իրագործել։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր խոստման չկատարման, քննարկման հարցի, ոչ ամենևին ոչ Տիկին Գրիգորյան, մենք բոլորս հաշվետու ենք ոչ միայն մեր ընտրողների առաջ, այլ ամբողջ ժողովրդի առաջ։ Դուք չեք ներկայացնում միայն ձեր ընտրողներին։ Դուք տվել եք երթում, որ դուք ներկայացնում եք Հայաստանի ամբողջ ժողովրդին։ Նույն ձև էլ ես։ Արթուր Խաչատրյան, Հայաստան խմբակցություն։